Այսօր պատիվ է ինձ ընձեռված, պատիվ կանգնելու Աստծո առջև եւ ձեր առջև խոսելու Աստծո թանկ խոսքից, Քրիստոսի անունից խոսել, դա պատիվ է, որ Աստծուն կարող ենք փառավորենք ամեն տեղ, ոչ թե միայն այստեղից, այլ մեր կյանքով, որ փառավորում ենք Աստծուն, ամեն։ Այսօրվա խոսքս, որ սրտումս վառվում է, գիտեք, այսպիսի վերնագիր, ասեմ, փրկության արժեքը։ Ինչպես ենք մենք արժեքավորում փրկությունը, ճշմարտության արժեքը կամ ինչքանով ենք մենք արժեքավորում փրկությունը մեր կյանքերում։ Թանկագիներս, Փիլիպպեցիների 3-րդ գլուխ 7-րդ խոսքից այսպիսի մի բան է ասում Պողոս առաքյալը։ Ասում է, բայց ինչ բան, որ ինձ համար շահ էր, օգուտ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար, եւ հենց ամեն բան էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ եւ նրանում գտնվեմ, եւ ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատքից է, այն արդարությունը, որ Աստվածանից է հավատքով, որ ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքի մասնակից լինելը, նրա մահվան կերպարանակից լինելով, որպեսի մեռելների հարությանը հասնեմ։ Թանկագիներս կա մի բան, արդարությունը ճանաչելու համար, ճշմարտությունը արժեքավորելու համար մեր զգացմունքները չեն կարող քեզ օգնեն։ Եթե զգացմունքներով ես շարժվում, փրկության արժեքը չես կարող լիարժեք դու հասկանաս։ Պողոս առաքյալը ասում է, ինչ որ ինձ շահերի մարմնիս, ինձ վերագրենք մարմնիս։ Ինչ որ իմ մարմնիս համար ասում է, լավ էր, աղբ համարեցի, որ Քրիստոսին շահեմ, Քրիստոսի գերազանց գիտությունը ունենամ։ Այսօր գիտությունը գիտեք, որ շատ թանկ արժե։ Համալսարանը, որ մարդիկ գնում են սովորելու, ինչ են վճարում, որովհետև վճարը արժի, գիտությունը վճարովի է։ Գիտեք, երբեմն ժամանակ կա Աստծո խոսքը, որ հիմա շատ հասանելի է բոլորիս, մեր ցանկացած ովքեր որ սմարթֆոններ ունեն, հասանելի է, կարող ես մտնել, քաշել այդ ծրագիրը ու հեռախոսիդ մեջ ունել Աստվածաշունչը, ինչը որ հեշտ հասանելի է, երբեմն չենք արժեքավորում, ինչ որ իրական իր արժեքն ամենք։ Ասում է Պողոս առաքյալը, աղբ եմ համարում, որ Քրիստոսի գիտությունը ունենամ։ Ճշմարտություն, որը որ հավատքից է։ Համալսարանում է սովորեցնում են գիտություն, սովորեցնում են կրթություն, որ լավ աշխատենք այստեղ, խելացի լինենք, խոսենք, գիտես, բայց մի բան, որ դու կարող ես սովորել, փրկության ճանապարհը, դա միայն Աստվածաշնչում է գրված։ Դու չես կարող ոչ միտեղ գնաս, սովորես, կրթված ամենտեղ, բայց եթե դու չես կարդում Աստվածաշունչ, իմացի քո մոտ փրկության ճանապարհը դեռ լիարժեք բացված չի։ Չենք կարող լիարժեք մենք գնահատենք փրկությունը, փրկության արժեքը, Ու Աստծո խոսքը ասում է, դա մեզանից չի, դա քեզանից չի, որ ինչ եմ ասում, չես կարող սովորես, դու քեզ թվա, որ ջանք անես, գնաս, անես, սովորես, որ արժանանաս, փրկությանը, բայց Աստծո խոսքը ասում է, դա մեզանից չի, այլ Աստծո պարգևն է, որ որևիցե մեկը չպարծենա։ Առաջին Կորինթացիների 7:23-ում է գրված։ Ասում է, մեծ գնով եք գնվել, մարդկանց սառաներ մի եղեք։ Մեր փրկության արժեքը ասում է, մեծ գնով ենք գնվել մենք։ Չենք կարող մենք գնել են մեզ, սա ճիշտ հասկանանք, արարիչ Աստված արարեց մեզ, ստեղծեց, հետո ինչ եղավ, մարդը իր կամքով տվեց իշխանությունը սատանային, երբ որ անհնազանդ գտնվեց Աստծուն, ու ինչ կատարվեց, ինչի համար հետ գնեց Քրիստոսը մեզ, որովհետև տրված էր մարդը իր իշխանությունը տվել էր սատանային, ու Քրիստոսը հետ գնեց։ Այսօր մեզանից յուրաքանչյուրս, եթե ընդունում ենք փրկությունը մեր կյանքում, որ Հիսուսն է մեր կյանքի փրկության Աստվածը, ուրեմն ընդունենք այն փաստը, որ ինքը հետ է գնել մեզ, ու ասում է, այդ գինը, որ ես վճարել եմ, թանկ արժեցել։ Հեսա մենք կնենք ինչքան արժեցել։ Գաղատացիների 3:13-ում էլ ասում է, Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով։ Առաջինը մենք անեծքի տակ էինք, երբ որ մեղանչեցին Ադամն ու Եվան, ինչ արեց Աստված։ Ասում է, անիծեց, ասեց, երկիր անիծյալ լինի Ադամ քո պատճառով, որտեղ անհնազանդ գտնվեցիր։ Մարդկությունը մնաց անեծքի տակ։ Ու ինչի համար երկու բառ մեջբերում անեմ, Կայենին ու Աբելին, երբ որ զոհաբերեց Կայենը երկրի բերքից,
Գիտեք, դա անիծված բերքից զոհաբերեց ու ճիշտ սրտով չզոհաբերեց։ Աստված չընդունեց դա։ Սրտի դիրքը միշտ ուղղիր Աստծո առաջ նոր զոհաբերիր, որ ընդունելի լինի, որ օրհնություն ունենաս քո կյանքում։ Եթե դու ճիշտ սրտի դիրքով չես զոհաբերում, հա, Աստծուն, իմացի, որ ընդունելի կարա չլինի դա։ Ճիշտ սրտի դիրքով ենք անում զոհաբերում Աստծուն, որովհետև Աստված ինքը զոհաբերեց արդեն ասում է։ Քրիստոսը մեզ համար անեծք դարձավ, գնեց մեզ օրենքի անեծքից, գին վճարեց, որովհետև գրված է ասում է անիծյալ լինի ամեն փայտից կախվածը։ Մեր Քրիստոսը փայտի վրա, խաչափայտի վրա, գանվեց մեր անեծքի համար, մեր փրկության համար։ Ինչքանով ենք մենք արժեքավորում փրկությունը։ Մեկ ուրիշ տեղում էլ Պողոս առաքյալը գրում է, առաջին Կորինթացիների 6-րդ գլուխ 19-րդ խոսքում էլ ասում է. կամ չգիտեք, ասում է, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու։ Այսօր Քրիստոսի հետևորդներ արդեն, Քրիստոսին մենք որ հետևում ենք, հա, մենք ընդունում ենք Քրիստոսին, գիտես, փոփոխություն է կատարվում։ Մարդկային մտածելակերպից աստվածայինն է գալիս։ Աստվածային մտածելակերպն է գալիս, ասում է Քրիստոսին եք, ձեր մարմիններն էլ ասում է տաճար են դառնում Սուրբ Հոգու։ Մենք ինչի ենք աղոթում, որ Սուրբ Հոգին գա մեր կյանք։ Գալիս է, որտեղ պետք է բնակվի Սուրբ Հոգին, սիրելիներս։ Մեր հետ, չէ, մեր անձերի մեջ։ Ու ասում է, չգիտեք, ասում է դուք։ Եկեղեցուն է գրում Պողոս առաքյալը, ասում է, որ ձեր մարմիններն են Սուրբ Հոգու տաճարը, որ ձեր մեջ է։ Եվ որն Աստծուց ունեք Սուրբ Հոգու, եւ դուք ձերը չեք արդեն, մենք Քրիստոսին ենք, այսօր ինչ քո հետ կատարվում է, ասում է, դուք ձերը չեք արդեն, քանզի մեծ գնով եք գնվել։ Ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնի մեջ։ Մենք կարող ենք փառավորենք Աստծուն, փառաբանենք մեր երգերի մեջ, կարողանում ենք փառավորենք Աստծուն մեր խոսքերի մեջ, հա, մենք խոսում ենք, ասում ենք փառք Հիսուսին։ Գիտեք, թանկագիներս, բայց կարևոր բան ասում է, փառավորեք Աստծուն ձեր մարմնի մեջ։ Կարևոր մի հատ բան է, կարող ես ինչքանով կամ կարող ես փառավորել Աստծուն քո մարմնիդ մեջ, կամ ինչքանով ես փառավորում։ Զգույշ եղեք, ասում եմ, որ չկորցնեք ձեր փրկությունը, թանկ գինա վճարվել։ Եկեք մի որոշում կայացնենք, որ մենք փառավորենք Աստծուն մեր մարմնի մեջ ամենուրեք, մեր ընտանիքում, մեր աշխատանքի վայրում, մեր ուսման տեղը, մեր ընկերների մեջ, ամենտեղ կարող ենք որոշում կայացնել։ Գիտես, հարցակումը գալիս է որոշման վրա։ Եթե դու կարող ես որոշում կայացնել, Աստվածը իր զորությունը կտա, որ դու փառավորես Աստծուն։ Սուրբ Հոգին քեզ համապատասխան զորությունն էլ կտա, որ դու փառավորես Աստծուն, միայն որոշումը տա պետք։ Որտեվ քանի դու որոշում չունես, որ դու սուրբ ես մնալու, հա, քո անձդ սուրբ ես պահելու, ժամանակ առ ժամանակ կարաս տատանվես։ Մարդկային միտքը կարա տատանվի։ Տեսել եք ծովի ալեկտերը, որ կայուն ինքը չի մնում։ Միշտ sense տարբեր ալեկտերի է գալի։ Մարդկային զգացմունքները մի քիչ առաջ կարդում ենք, կամ մենք հրճակեցինք էլ, որ ոչ թե մեր զգացմունքներին, այլ Հայր խոսքին հավատքով։ Եթե մեր մարդկային մտքով ենք շարժվում, մեր մարդկայինով ենք ուզում, մեր մարմինները սուրբ պահենք Աստծո համար, այսինքն տատանվում է։ Բայց եթե խոսքին հնազանդվելով Տեր, քո խոսքը ասում է՝ մի բարկացեք, եթե բարկանաք էլ մեղք մի գործեք, չեմ բարկանա։ Եթե բարկանամ, շուրթերիցս սխալ խոսքեր դուրս չի գա։ Կարում ենք փառք Հիսուսին, փառավորենք Աստծուն մեր մարմինի մեջ, որտեղ Հիսուսը, գիտեք, մեր փրկությունը իր մարմնով ինքը գնեց։ Իր մարմնով գնեց մեզ, ու ինչքան կարևոր է, որ մարմնի մեջ էլ փառավորենք Հիսուսին։ Մի օրինակ պատմեմ, պատկերացնենք sense մի հատ իրավիճակ, ապրում ես, ովքեր տարիքով մի քիչ մեծ են, պատկերացրեք sense կամ երիտասարդներ, սա ձեզ համար էլ իմացեք մի բան, պատկերացրեք, որ մի օր մեր կյանքը ակնթարթ է, մի օր մենք էլ ենք լինելու մեծ, 70, 80, 90, չգիտեմ, Աստված որ մեկին որքան կյանք է պարգևել։ Բայց պատկերացրու մի բան, կյանքիդ հասել ես հասուն տարիքում, որ այս երկրից պետքա գնաս։ Ու քո ամբողջ կյանքում աշխատել ես, քեզի շատ բաներից զրկել ես, ֆինանսներից հավաքել ես, որ կարողանաս մի բան ունենաս կյանքից, ոչ թե կյանքիդ վերջում, այլ կարողանաս առնես, այդ ինչ որ ուզում էիր ունենալ, ենթադրենք, հա, ենթադրենք բնակարան մի հատ, որ ուզում էիր դու ինչ որ Հավայան կղզիների մի հատ բնակարան ունենալ, օրինակ եմ բերում սա, կարա լինի ցանկացած բան։ Ու քո ամբողջ կյանքում դու որտեղ որ աշխատում ես, այդ աշխատանք արել ես, ֆինանսներդ հավաքել ես։ Ու մեկ էլ դու հենց որ հաստում ես, գնում ես այդ ինչ որ ունես, մեկ էլ այնպիսի մի բան է պարզում քո, որ դու այդ օրը մահանալու ես։ Ու ինչ ես կարծում, եկեք պատկերացնենք, հա, ու այդ դու քո ամբողջ կյանքդ որ ներդրեցիր, դու աշխատեցիր, որ դու այն ունենաս, ունեցար ու չես կարողանում վայելես, որտեվ
Աստվածաշնչում դες մի հատ պատմություն կա, որ մի հատ մարդ աշխատում, դիզում է, ու ասենց հավաքում է ամբարների մեջ, ու մեկ էլ ասում է, «Վсё, էլ չեմ աշխատի»։ Իմ համար կվայելեմ, ու մեկ էլ ասում է, «Հիմար մարդ, ես հենց այսօր որ հոգիդ վերցնեմ, ո՞նց ես այդ ամեն ինչը վայելելու»։ Հիմա թանկագիներս պատկերացնենք, մենք ենք աշխատել ենք, հավաքել ենք ու մի բան ենք գնել ու մենք գնում ենք այս աշխարհից։ Հիմա քեզանից հետո եկող որդիներդ, երեխաներդ որ կան, դու իրանց ես տալու, ճիշտ ասենց շատ սրտաճմլիկ այդ պահը կլինի, որ դու ամբողջ կյանքում արել ես ու չես վայելում, հիմա փոխանցում ես, չնայած մեր երեխաներն են, բայց պատկերացնում եք, հիմա թողնում ես նրանց։ Ինչքան մանրամասն դու նրանց կպատմես քո կյանքի նեղությունները, որ ինչքան ես դու քեզ կտրել իրավիճակներից, ինչքան տեղ կա, որ անգամ ճոխություն քեզ թույլ չես տվել, շատ ճոխ հագուստներ չես հագել, ինչ որ մեքենաներ թանկարժեք չես գնել, այստեղ վարձով կամ շատ փոքրիկ տան մեջ ես, որ այդ մեկը կարենար ձեռք բերեր, ու այսօր գնում ես։ Ինչքան դու կուզենաս, որ իրանք արժեքավորեն քո ձեռք բերումդ։ Ճիշտ է, կուզենար, չէ՞ որ քո հետոից եկող սերունդը արժեքավոր էր։ Թանկագիներս ուզում եմ ասել մի բան։ Այդ նույն համեմատականը Հիսուսը արեց։ Ոչ թե արեց, այլ իր կյանքով ցույց տվեց։ Նա իր կյանքում այստեղ փրկության ճանապարհը մեզ ցույց տվեց ու թողեց մի բան, փրկությունը։ Ինքը չվայելեց իր ոչ թե չվայելեց իր կյանքը, այլ ինքը որոշեց զոհաբերի իր կյանքը, այսօր որ մենք փրկություն ունենանք։ Ու հիմա պատկերացնում եք Աստված ինչքան թանկ է գնահատում, ինչքան է ուզում, որ իր զավակները հասկանան այդ փրկության արժեքը, որտեղ փրկության արժեքը կայացել է Հիսուսի կյանքը, նրա թափած արյունը, ու որ ինքը իր կյանքով ձեռք բերեց, այդ փրկությունը իր կյանքով ինքը ձեռք բերեց, կյանքով ինքը հետ գնեց սատանայից, հետ վերցրեց սատանայից, այսօր քեզ է տվել։ Ու ինչքանով ենք լավ արժեքավորում, փառավորում մեր մարմինների մեջ։ Գիտես, Հիսուսը եթե չաներ այդ բանը, ասեմ ոչ մեկս էլ մենք չենք էլ հասկանա փրկության արժեքը, որտեղ Աստծո խոսքը ասում է չկա մեկը։ Հայտնության մեջ գրված է, ասում է, երբ որ երկնքում գրքերը պիտի բացեին, ասում է Հովհաննես առաքյալը ասում է լաց է լինում, որ չկար մեկը, որ արժանի լիներ բացեր այդ կնիքները, բայց ասում է գտնվեց մեկը, ով արժանացավ բացելու, դա Աստծո որդին էր։ Ինչի համար, որովհետև ինքը, այո, կարանք փառավորենք Հիսուսին մեր ծափահարությամբ։ Մենք հավատքով հռչակել ենք, որ Տերը այստեղ է, ու սպասում եմ ես Տիրոջից իմ հրաշքին։ Ամեն։ Միայն Հիսուսը արժանացավ, միայն Հիսուսն էր արժանի վճարելու։ Այսինքն դա մի բան է։ Հիմա փրկությունը մի արժեք ունի, գիտես, որ մարդկային մտքից վեր կարա լինի։ Հովհաննեսի ավետարանի մեջ Հիսուսը այսպեսի մի խոսք է ասում, 14-րդ գլուխ 6-ի խոսքը։ Հիսուսը ասեց նրան, իրեն մոտենում ու ասում են։ Հիսուսը պատասխանում ասում է. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը։ Ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ ինձանում։ Ես այս խոսքերը որ կարդում եմ, ասում եմ, սրանով ամեն բան իմ համար հասկանալի է։ Եթե Հիսուսը ասում է, ես եմ ճշմարտությունն ու ճանապարհը, ինչ է քեզի պետք։ Ճշմարտություն ու ճանապարհ, որ գնաս փրկություն։ Իսկ եթե Հիսուս ասում է ես եմ, ուրիշ տեղ բան մի արեք, ասում է ես եմ ճանապարհը։ Ինչ արեց Հիսուսը, ինչ ճանապարհ ցույց տվեց մեզ, թողեց մեզ։ Ճշմարտությունն ու ճանապարհը, փրկության ճանապարհը սիրելիներս միայն Հիսուսի միջոցով է։ Մենք այսօր եթե կարողանանք մեր մարմինների մեջ փառավորենք Հիսուսին, պահենք Աստծո խոսքը թանկագիներս, ունենանք Հիսուսի ճշմարտությունը մեր կյանքում, կհասնենք փրկությանը։ Ինչքան եք լսել, սենց երբեմն շատ տեղեր մենք ասում ենք ճիշտը սենց է, օրենքով սենց է լինում, ճշմարտությունը էս է ասում, կամ շատ ենք մենք բանավիճում երբեմն, ժամանակ առ ժամանակ ճշմարտության հետ կապված։ Բայց կա մի ճշմարտություն սիրելիներս, որը գալիս է Աստծո խոսքից, որը գալիս է Հիսուսից, որ անփոփոխ է։ Մեր մարդկային մտածելակերպի մեջ համաձայնեք երբեմն կարա մեր ճշմարտությունը, մեր ճիշտը փոխվի, լավ չգիտեի ճիշտ եք, դու ավելի ճիշտ գիտես։ Նմանատիպ օրինակներ, սխալվեցի մարդկային միտքը ժամանակ առ ժամանակ ընդունակ է սխալվելու։ Աստծո խոսքն ասում Հակոբոսը ասում է բոլորն են մեղ գործում, բայց ասում է եթե մեկը խոսքով չի մեղանչում, ասում է կատարյալ, այսինքն բոլորն էլ սխալներ անում են։ Մարդկությունը ընդունակ է սխալներ անում, բայց միայն մեկն էր, որ կարար ասել այս խոսքերը. ես եմ ճշմարտությունը,
Ես եմ ճանապարհը։ Սիրելիներս, դա Քրիստոսն է ասել։ Գնանք Հիսուսի մոտ սովորելու, ինչպիսին էր ինքը։ Ու գիտեք, միայն այդ մարդը կարողացավ ասի. եկեք ինձ մոտ հոգնածներ ու բեռնավորվածներ, ես ձեզ հանգիստ կտամ։ Ես եմ ճանապարհը, ճշմարտություն, ինչ որ ունեք այս կյանքում, ինչ որ ուզում եք այս կյանքում ունենաք, հա ինձանից կարակ վերցնեք։ Ճշմարտության գինը, փրկության գինը, ուրեմն այսպիսով սիրելիներս Հիսուսի արյունը արժեցավ։ Հիսուսի կյանքը արժեցավ այսօր, որ մենք փրկություն ունենանք։ Ու այսօր էլ քո կյանքում գիտես, եթե ուզում ես ունենաս ինչ որ ուզում ես ունենաս, հա եթե չունես այդ մեկ ճշմարտությունը քո կյանքում, ուրեմն եթե Հիսուսն է մեր ճշմարտությունը, սիրելիներս, արդյոք մեր կյանքում մենք Հիսուսին որպես ճշմարտություն միշտ օգտվում ենք։ Միշտ օգտվում ենք Հիսուսի ճշմարտությունից, թե տեղն եկած ժամանակ մեր մարմնականն է, ասենց առաջ վազում։ Մի հատ օրինակ բերեմ, նոր կշարունակեմ տեղը։ Էլի մեր անձնական կյանքից, իմ ուսուսիկիցս։ Ամուսնացել ենք, նորաստեղծ ընտանիք ենք, տարբեր բնավորությունների, թեև միջև ամուսնանալը մենք ամեն ինչով իրար նման ենք, ամուսնացանք, հասկացանք, որ շատ տարբեր ենք։ Հա, երիտասարդներ, ձեզ էլ իմ կյանքի օրինակից ասեմ, միջև ամուսնություն, եթե իրար նման եք, սկսեք տարբերություններ գտնել, որովհետև ամուսնությունից հետո հասկանում եք, որ ինչքան նման եք իրար, երկու այդքան նման չեք իրար։ Ասեմ, Աստծո էլ ասում, որ լեզուն ասում է մի մահաբեր թույնով լցված բան է մարմնի մեջ, հա։ Ու եթե մարդ իր լեզուն չի կարող կործանել, ասում ավիրում է ինչ որ ունենք, քո կյանքի ապրած ինչ որ անում ես, հա, գիտես, լեզուդ կարա սաղ կործանի։ Դու մարմնիդ մեջ ուզում ես ասում, փառավորես, սուրբ ես քեզ պահում, միտեղ պետք է նայելու չես նայում, հա ջանք ես անում, որ սուրբ մնաս, բայց լեզուդ կարա 1 ամիս լուր մնա, մեկ էլ մեկ օրում լեզուդ այնպիսի մի ավերական է քո կյանքում, որ ամեն ինչը վառի, ասում է դժոխքի, այդեմ գեհենի կրակից ասում է լցված է, վառված, հա լեզուն, այդտենց որ լեզուն մարդու ոնց որ ես մտածում եմ իմ կարծիքս մարդու թշնամին լինի, որտեվ ինչ որ դու ջանք ես անում մարդկանց մեջ շփում, հա հարգանք ու մեկ էլ լեզուդ բարկությանը ընկերակցելով մի հատ այնպիսի մի ավերականում գնաց, փրկությունը դել գնաց, անունը դել գնաց, թանկագիներս, սա ուղղակի մի փոքրիկ, որ մեր լեզուն կարա խանգարի փրկության արժեքը հասկանալու։ Միտեղ մոտեցան Հիսուսին ասեցին, քո աշակերտները երբ որ սոված են արտիմիջով էին անցնում, նրանք հասկպոկում էին ու ուտում էին, Հիսուսին եկան ասին, արժանի չէ, որ անլվա ձեռներով առանց լվացվելու հաց ուտեն։ Հիսուսը այդտեղ ասում է, չգիտեք խոսքը, որ ինչ որ ներս այդում, էդի մարդուն չի պղծում։ Կեղտոտ ձեռներով նկատի ունի առանց լվացվելու հաց ուտելը մարդուն չի պղծում, որտեվ դա գնում է, իսկ ասում է ինչ որ դուրս է գալիս մարդու բերանից, դա է մարդուն պղծում։ Իսկ մարդու բերանից դուրս է գալիս նրա լեզվի միջոցով։ Ու ինչեր են դուրս գալ ինձ շեշտում է, նախանց, ատելություն, սպանություններ, չար, ինչ տեսակ բաներ կա, ասում է մարդու ներսից է դուրս գալի։ Իսկ այդ դուրս է գալի լեզվի միջոցով, սիրելիներս։ Այնպես որ քո լեզուն երբեմն կարա քեզ հակառակ լինի ու Աստծո փրկությանը խանգարի։ Ամեն փառք Հիսուսին։ Դրա համար հենց Հակոբոս Առաքյալը ասում է 4-րդ գլխում, ասում է ով որ կարողանա սանձի իր լեզուն, ով որ լեզվով չմեղանչի, ասում է կատարյալ մարդ կլինի, հասկանում եք, մի հատ լեզուն ամբողջ այս մեծ մարմինը, որ ունենք մենք, կարողանում է ապականի։ Այնպես որ եթե ուզում ենք ունենանք ճշմարտություն, արժեքավորենք փրկության գինը, մեր լեզուն թող մեզ չխանգարի, թանկագինս, որ քո մարմնիդ մեջ կարողանաս ըստ արժանագույնի փառավորես Աստծուն, որտեղ մեր Աստված արժանի է։ Ամեն, ամեն փառք Հիսուսին։ Մեկտեղ Մատթեոս 20-րդ գլուխ 20 խոսքն է ասում, պատմություն ասեմ, որ այդ ժամանակ Հիսուսին մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրն իր որդիների հետ երկրպագեց, լրիվ աստվածապաշտ կերպարի, ու նրանից մի բան խնդրեց։ Այստեղ էլ կինը եկավ Հիսուսից ինչ որ բան խնդրեց։ Կինը նրան ասաց, Հիսուս, ասա, որ իմ այս երկու որդիները քո արքայության մեջ նստեն, մեկը քո աջ կողմը, մեկը քո ձախ կողմում, ինչ հրաշալի բան են խնդրում։ Հովիվ ջան, կլինի իմ երեխաս գա, քո օգնականը լինի։ Հովիվ ջան, կլինի ես իմ ընկերս, իմ ինչ որ մեկը գա, ես ինչ բանը լինի։ Այսօրվա մեր օրերի մի քիչ նման բան է, այստեղ իրանք սենց ուղիղ մոտեցան Հիսուսին ու նայեք ինչ են ասում։
Հիսուս ասում է, չգիտեք թե ինչ եք խնդրում։ Կարող եք խմել այն բաժակը, արժեքավորել այն ինչ որ անելու եմ, որ ես եմ խմելու, կամ մկրտվել այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու։ Նրան ասացին, կարող ենք։ Այստեղ մի հատ բան կա, երբեմն մարդը կարող ասի, ուզում եմ հովիվ դառնամ։ Այս խոսքը այդ մարդուն է։ Կարաս խմես այն բաժակը, որ հովիվներն են խմում։ Կարաս ձգտում ես ինչ որ միտեղ, կարաս վճարես այն գին, արժեքավորես փրկությունը։ Մի բան ասեմ ու շարունակեմ խոսքը։ Գիտես շատ հեշտ է մենք նայենք այսօր կայացած հովիվների, արդեն պատրաստ իրանք, որ սենց նայում ենք, ասում ենք ինչ լավ է, բայց գիտեք, մենք չենք տեսնում այն գինը, որ իրանք վճարել են։ Մենք չենք տեսնում այն ճանապարհները, որ իրանք անցնում են։ Այստեղ էլ նույն պատմությունն է, մոտեցան, Հիսուսին ասում են, ուզում ենք սենց լինի։ Բայց չենք տեսնում այն գինը, որ վճարում են իրանք։ Բայց կարանք մենք մկրտվենք այն մկրտությամբ, կարանք մենք վճարենք այն գինը։ Հիսուսը իր կյանքը վճարեց փրկության մեզ բերելու համար։ Մենք հիմա կարանք արժեքավորենք։ Իսկ ո՞նց կարանք արժեքավորենք, հիմա ուրիշ հարց է։ Ես հասկանում եմ, Հիսուս քո կյանքը տվեցիր, քո կյանքով ինձ փրկեցիր, քո հայրամբ ինձ գնեցիր։ Իսկ ես ո՞նց արժեքավորեմ։ Ես հասկանում եմ։ Այն մարդկանց պես չեմ ասում, մեռնեմ զորությանը, բայց հասկանում եմ, հա, ընդունում եմ, Հիսուս դու այն թանկը տվեցիր, քո ամբողջ կյանքում դու սուրբ ապրեցիր, վերջում էլ քո արյունով, հա, ինձ գնեցիր։ Հիմա ո՞նց կարամ արժեքավորեմ։ Ասես մի հատ բան ասեմ։ Ինչով որ մեզ գնեցին, մենք կարանք միայն նույնով ըստ արժանագույնի պատասխան տանք։ Հիսուս իր կյանքով մեզ գնեց, հա, իր արյունով, մենք այսօր արյուն չենք տալ, մեր կենթանի անձն ենք ներկայացնում Աստծո առաջ, որովհետև Հիսուսը արդեն իր մարմինը, հա, այս երկրի վրա չունի, արդեն ասում է, ինչի ասում, դուք եք Սուրբ Հոգու տաճարը, այսինքն Հիսուսի որպես մարմին, հա, այսօր դու ես դառնում, կարում ենք արժեքավորենք Հիսուսին հիմա։ Մի օրինակ պատմեմ, որ երբեմն փրկությունը մեր կյանքում կա, հա, ու Աստված մեր կյանքում տվել է, ունենք ինչ որ մեզի պետք է, բայց չգիտենք օգտվելու կանոնները։ Մի մարդ նավով էլի իր երազանքն է լինում, ինչ որ մի հատ տեղ գնա, երկրից ինչ որ մի հատ ուրիշ տեղ, էլի գումարա հավաքում, գումար, ճանապարհի ծախսը մենակ հավաքում, ասես ասում եմ մենակ հասնեմ այնտեղ։ Ու ձերքին լինում է տոմսի գումար ու մեկ էլ մի քիչ գումար այնքանա որ սենց շատ ծայրահեղ կարողանա յոլա գնա ինքը հասնին տեղ ընդ նստում է նավը 10 օր ճանապարհ են գնում այս մարդը մի օր ծոմի մեջ հա սենց սոված է մնում մի օր ինքը այնքանա որ իր նպատակն է երազանքն է հասնի այնտեղ ու չի օգտվում այդ նավի սնունդից որ 3 անգամյա սնունդ էին տալի հա գալիս է վերջերը հասնում են արդեն տեղ պետք է հասնեն այդ նավապետը ուշադրություն է դարձնում տեսնում այդ մարդը որ չօգտվեց այդ ողջ 10 օրվա ընթացքում իրենց ճաշարանից մոտենում հարցնում ասում է եղբայր ինչի համար չօգտվեցիք դուք ձեզ մի բանը դուր չէր գալի ինչի համար չօգտվեցիք մեր ճաշարանից համով չէր թե ինչ խնդիր կար ասում է ես չունեի բավական գումար օգտվելու ձեր ճաշարանից ու այդտեղ նավապետ ասում է եղբայր ձեր տոմսի մեջ որ դուք վերցրել եք ներառում էր այս 10 օրվա ճանապարհի 3 անգամյա սնունդը, այսինքն դուք անվճար օրը 3 անգամ կարայք գայք օգտվեք մեր ճաշարանից։ Հիմա թանկագիններս ով էր այդ իրավիճակի մեջ մեղավոր։ Նավապետը, նավի մարդիկ, թե այդ մարդը որ ուղղակի չգիտեր։ Երբեմն մեր կյանքում էլ բաներ որ չենք իմանում, բայց քոնն է, քեզ տրված է դա վերջում ականգնելու ես Աստծո առաջ։ Ու Աստված ասի, գիտես ես քեզ էի տվել արդեն նախապես 2000 տարի առաջ ես վճարեցի քո փրկության գինը, քոնն էր այսօր ինչի չօգտագործեցիր։ Ինչի չօգտվեցիր, ինչի չփառավորեցիր Աստծուն, որ ես ասել եմ ինչ որ Հիսուսը ասում է, թղթերի մեջ գրում է, ասում է, այն որ Հիսուս ինքը ասեց Այն ինչ որ ես արեցի, ինձ հավատացողներ ասում է կանեն ավելին։ Ինչի կասի ինձանից ավելին չարեցիք, ես արդեն տվել էի։ Ես արդեն կասի արել էի, քոնն էր, ձերն էր։ Դուք եք իմ մարմինս, ինչի չփառավորեցիր իմ մարմնի մեջ։ Ինչի չապրենք սուրբ կյանք, որ կանգնենք, առաքյալը գրում է Պողոս ասում է, որ կանգնեմ Աստծո առաջ առանց ամոթի իբրև մի մշակ։ Այսօր մշակներն ենք մենք։
թանկագիններս, մշակը գիտեք ինչ անում։ Ինչ որ կա, որը որ լավ չի, ինքը մաքրում է, ավելորդներից կտրում է, ասենց մշակում ես, որ լավ բերք ունենաս։ Քրիստոս այսօր քեզ է ասում։ Դուք եք ասում է, եթե ինձ հավատում եք, կանեք ավելին, քան որ ես եմ անում։ Ու շարունակությունը ինչ հրաշալի խոսք է Հայտնությունում ու ասում է, հաղթողին, Հայտնության 3:21 խոսք ասում է, հաղթողին թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին, ինչպես նայեք ասում է, ես հաղթեցի և իմ հոր հետ նրա գահին նստեցի։ Կա կյանքի վերջում վարձատրության ու պատժի ժամանակ, ասում է, հաղթողներին եմ թույլ տալու։ Այսինքն կա մի բան, որ մեր ուժերով չենք կարող անենք, արդեն Քրիստոսը մեզ տվել է այդ հաղթությունը։ Եթե մենք կարող ենք արժեքավորենք մեր մարմնի մեջ ու օգտագործենք այդ հաղթությունը, գիտես վերջում Հիսուս ասում է թույլ կտամ նստել ինձ հետ իմ գահին։ Հիսուսին կյանքը տալուց հետո գիտես ցանկանում է Տերը, որ մնաս հաղթող։ Մեր Աստված հաղթության Աստված էր, ամեն։ Լավ, հիմա կասես, էլ ինչ անեմ, ինչ կարող եմ անում եմ, էլ ոնց անեմ, էլ ինչքան անեմ, որ մնամ հաղթող։ Ընկերներս չեն թողում ինձ կտրում են, ընտանիքիս անդամները երբեմն ինձ շեղում են։ Գիտես, իրավիճակներ կա, ոնց կվարվեր Հիսուսը, այդպես դու վարվի։ Հիսուսը վարվեց ճշմարտության ճանապարհով ու իմացավ ճանապարհս։ Գիտես, ոնց կաներ Հիսուսը հետևի այդ խորհրդին, դու էլ կհասնես փրկությանը։ Եվ վերջի տեղն եմ ուզում կարդամ ու հետո աղոթելու ենք այսօրվա քո հրաշքիդ համար։ Գրված է Ղուկաս ավետարան 18:28 խոսքում։ Այսօր ձեզանից շատերն էլ կարան նույն հարցով աղոթքի մեջ մոտենան Հիսուսին, ու այսպիսի մի բան Պետրոս ասում է, ասաց Հիսուսին, ահա մենք ամեն ինչ թողեցինք քո ետևից եկանք։ Երբ որ պետք էր Հիսուս ես իմ մարդկայինով անեի, թողել եմ, չեմ արել մարդկայինս, իմ կյանքս քեզ եմ տվել, թողել եմ ու քո ետևից եմ եկել։ Հարց։ Ահա ասում է ամեն ինչ թողեցինք ու քո ետևից եկանք։ Հիսուսը հասկացավ Պետրոսի շարժառիթը, հա ինչի է հարցնում, ինչի է սենց հարց տալի, այսօր եթե դու էլ ինչ-որ հարց ես տալի, Հիսուս գալիս եմ քո եկեղեցի, ծառայություններ եմ անում երբեմն, տնային խմբակներ եմ անցկացնում, սա ծառայողներին է վերաբերվում, դու եթե ծառայող չես, վազիր Աստծո գործի մեջ, վազիր, որտեղ Աստծո զորությունը գալիս է, երբ որ վերցնում ես քեզ վրա պատասխանատվություն, քանի չես վերցրել քեզ վրա պատասխանատվություն, իմացիր մի բան պակասում է Աստծո զորությանը քո կյանքում լիարժեք գործելու։ Վազի Աստծո գործի մեջ ու Աստված էլ, գիտես, քեզանից առաջ կգնա։ Ու հարցա տալի Հիսուսին, ահա մենք թողել ենք ամենը քո ետևից ենք եկել։ Իսկ նա ասաց Պետրոսին, արդեն շարժառիթ իմանալով պատասխանում, այսօր նույն պատասխանը ինձ ու քեզ է Տերը տալիս, ասում է, ճշմարիտ ասում եմ քեզ, չկա մեկը, այսօր չկա մեկը, որ Աստծո արքայության համար տուն կամ ծնողներ կամ եղբայրներ կամ կին կամ զավակներ թողած լինի եւ բազմապատիկ չստանա այս ներկա ժամանակում եւ հավիտենական կյանք այն գալիք աշխարհում։ Թանկագիներս, այո, փառք Հիսուսին։ Տերը ասում է, գիտես, այն ինչ որ դու ուզում ես դնես, որ քեզ նա ուզում ես անես, բայց Տեր քո արքայության համար դնում եմ։ Ասում է չկա մեկը որ դնի։ Այսօր եթե մի բան որ դեռ չես դրել Քրիստոսի համար, արի որոշում կայացնենք, դնենք Քրիստոսի համար, ասում է չկա մեկը որ դնի ու բազմապատիկը չստանա այս երկրի վրա։ Եթե դու միտեղ մտածում ես քո խոսելունա դու լռում ես, որ Աստծո արքայությունը, Աստծո սերը երևա, բազմապատիկ շնորհք կստանաս դու։ Եթե ընտանիքիդ մեջ խնդիրներ կան, որ պետք է ասես, բայց ճիշտ չի որ ասես, Հիսուսը կլռեր, չեր ասի, նման կերպ չեր խրատի, հա մյուսին։ Երբ որ դու լռում ես, Հիսուսը քեզ կտա կրկնակի իմաստություն, գիտես որ հաջորդ անգամ իմանաս ոնց վարվես նման իրավիճակի մեջ չընկնես։
Մարդիկ շատ են ասում, անգամ Մաղաքիա 3-րդ գլուխ 17-18 խոսքում էլ ասում, մարդիկ ասում են զուր է Աստծուն ծառայելը, զուր է Աստծո համար ինչ որ մի բան դնելը, զուր է Աստծո համար չարչարվելը, վազելը, ջանք անելը, գիտես, բայց ասում է վերջում կտեսնեք տարբերությունը։ Թանկագիներս, չեմ ցանկանա, որ յուրաքանչյուրը ով լսում է հիմա վերջում ինքը տեսնի, որ դու Աստծո համար վազում ես, ծառայում ես քո օրտնված կյանքը ու քո հետո գալիք հանդերձյալում քո օրհնությունը ու տեսնի նրա կյանքը, որ չէր ցանկանում Աստծո համար մի բան աներ։ Դա Աստծո խոսքն է ասում, տեսնելու եք վերջում տարբերությունը։ Կոչը սա։ Մի բան փորձի Աստծո համար անես, մի բան անես, եկեղեցու համար սա Աստծո տունն է։ Մենք մեր տունը միշտ ինչ ենք անում, շինում ենք, առևտուր ենք անում, բերում, որ մեր տունը լավ լինի։ Սա էլ Աստծո տունն է, թանկագիներս։ Աստծո համար մի հատ թուղթ անգամ եթե վերցնենք, մի բաժակ ջուր բերենք, մի հատ միկրո կապ չունի ինչ որ անում ենք, մի բան կառնում ենք, նվիրաբերում ենք։ Գիտես, սա Աստծո տան համար է անում։ Ասում է չկա մեկը, որ եթե մի բան անի, թողնի բազմապատիկ չստանա։ Ուզում ես բազմապատիկը քո կյանքում։ Մի բան խորիր քո կյանքում ինչն ես ուզում, որ Աստված բազմապատկի։ Ջղայնություններդ, բռնկուն բնավորություններդ, այսօր ուզում ենք այդ ամեն ինչ որ մարդկայինը դնենք, Հայր, որ քոնը վերցնենք։ Հիսուս, քո ճշմարտությամբ մենք շարժվենք, քո ճշմարտությամբ մենք առաջնորդենք։ Իմ կյանքի իրավիճակների մեջ, Հիսուս, ես կիրառեմ քո ճշմարտությունը, որ ճիշտ արժանագույնը, գիտես, երբ որ դու անես ինչ որ Հիսուսն է անում, կհասկանաս փրկության արժեքը, Հիսուս ինչքան ցավեր կրեց, ինչքան անտեսվեց Հիսուսը։ Հիսուսը ինքը իմացավ ինչ է նշանակում Աստված, որ թողնում է։ Խաչի վրա Հայր իմ, Մայր իմ խաչի վրա ասեց, ինչի ինձ թողեցիր։ Իսկ գիտեք ինչի Աստված թողեց, որտեվ այս պահի համար, որ նա կրելու էր իմ ու քո մեղքը։ Նա այդ պահին կրում էր իմ ու քո մեղքը, որպես ամենամեղավոր էր խաչի վրա։ Նա պետք էր արյուն թափեր, որ այսօր մենք կանգնենք այստեղ ու ասենք մենք համարձակ արդեն նրա վերքերով ես բժշկված եմ, որը որ հիմա այստեղ շատ բժշկություններ է սա տեղ ունենալու։ Քրիստոսի վերքերով որ ես բժշկված եմ։ Ամեն։ Ամեն, եկեք աղոթենք։ Ամենակարող Հայր, երկնային Աստված, տիեզերքի արարիչ, որ ստեղծեցիր դու մեր այս ֆիզիկական մարմինները ու մեր ներսում քո հոգին դրեցիր իմ Աստվածս։ Ու այսօր մենք ժամանակ առ ժամանակ Տեր, եթե տատանվում ենք քո խոսքից, ժամանակ առ ժամանակ Տեր, ճիշտ չենք փառավորում քո փրկությունը, ճիշտ չենք արժեքավորում քո փրկությունը իմ Աստվածս։ Ահա հիմա այստեղ Տեր ասում ենք, Հայր իմ Աստված, որ ուզում ենք քո ճշմարտությունը մեր կյանքում լինի միակ ուղեցույցը իմ Աստվածս եւ քո ժողովուրդը Տեր իմ Աստված, որ քո կարիք ունի այսօր եւ բոլոր նրանք էլ որ հիմա լսում են իմ Աստված ու քեզ են աղաղակում Հիսուս, որ նրանց կյանքում գաս, ամենակարող Աստված, խնդրում ենք քեզ հիմա, որ հաստատես դու քո խոսքդ հրաշքներով, զորությամբ իմ Աստվածս, ամենակարող Աստված, թող քո ժողովուրդ այստեղ հիմա ճաշակի քո զորությունը, վերապրի բժշկություններ, որ դու անում ես ինչպես այն ժամանակ, այդպես էլ հիմա։ Հայր երկնային Հիսուսի անով, մարդիկ հիմա տեսողություն այստեղ որ կային մի քանիսը աղջիկներ են, տեսողության խնդիրներ ունեք, վերականգնվում է ձեր տեսողությունները, բժիշկները հաստատելու են ձեր տեսողությունը, որ վերականգնվել է, ուժեղացել է, ինչպիսին առաջ էր, այդպեսին չի լինելու այս պահից հետո։ Դուք ինքներդ եք զգալու Հիսուսի զորավոր անով, գրիժաներ են մարմնի միջից հեռանում, տարիքով կանայք են, գրիժաներ կա մեջքի ներքևի աջ հատվածներում, որ հեռանում է, հիմա չորանում է, զգալու եք շարժումներ եք անելու, որ մինչև այսօր ցավով եք անում։ Հիսուսի զորավոր անով այս պայծ թող ձեր մարմինների վրա գա։ Աստվածային բժշկությունը, որը որ կատարյալ է ու ոչ մի հետք չի մնում, Հիսուսի զորավոր անով։ Ու ճակատի ցավեր կան, անհասկանալի ցավեր էր, որ չէին հասկանում, տղամարդ է միջին տարիքի, ճակատում սուր ցավեր էր ունում երբեմն, որ ինքն էլ չէր հասկանում ինչ ցավեր էր։ Հիմա իմացիր, Հիսուսը բժշկում է քեզ, Հիսուսի զորավոր անով եղիր բժշկված ու փառավորիր Աստծուն, պատմիր Աստծո փառքը քո կյանքում։ Ամենակարող Հայր, շնորհակալ ենք քեզ Տեր։ Եվ հիմա էլ գիտես, այստեղ շատ հիմա բժշկություններ լինում, որ
միար կարճ ժամանակ հետո դու վկայելու ես քո բժշկության համար, որ անունով հիմա չեմ ասում, բայց դու քո մարմնի մեջ զգալու ես Սուրբ Հոգու կրակը բժշկությունը, Հիսուսի զորավոր անով Տերս, քոնն է փառքը, դու ես բժիշկը, դու ես բժշկող իմ Աստված, ընդունիր քո ժողովրդի փառաբանությունը, Տեր ծափարությունները քեզ իմ Աստվածը, շնորհակալ եմ քեզ, ամեն, ամեն